Այստեղ շատ հեշտ է, այստեղ ծառից փողերը քաղում են։ Պետքա սիրել մեր երկիրը եւ պետքա հաճախակի գնալ։ Ցածրորը միշտ լինելու է, այստեղ էլ կա։ Ընդհանրապես պետք չի էլ այդ մարդկանց անդրադառնալ։ Ես շատ շնորհակալ եմ այս երկրին։ Պիտանի լինեմ իմ երկրին, իմ պետությանը։ Դա ընտանիքից է գալ։ Միր ու միր Արմենիան деньги։ Այստեղ դու միշտ կենցաղով հասկացա, որ մենք հիվանդ հասարակություն ենք։ Ավելի բաց ենք ճակերտները։ Մենք պետք է կրթվենք։ Մեզ մենակ այդ կրթվելը կփրկի։ Մենք, չգիտեմ, մենք հերվածել ենք։ Մենք քաղաքակիրթ աշխարհից, вообще ընդհանրապես զարգանալուց հեռացել ենք մենք։ Պետք է ավելի հասունանանք։ Չէ, գիտեք, վատ բարքեր են մցրել մեր մեջ։ Ես հիմա, չգիտեմ, կարող է տարիքա որ մեծանում եմ, նոր ենք սկսում հասկանալ, բայց վատ բարքեր են մցրել մեր մեջ։ Մեր մեջ մցրել են, որ, չգիտեմ, Բաքում սովորողին ասել են գիրք կրծող, ջութակ նվագողին անուն են դրել։ Չգիտեմ, այդ է պատճառը, որ մենք այս լիքը խնդիրներ ունենք։ Այդ է պատճառը, որ մենք լիքը խնդիրներ ունենք։ Իսկ այստեղի հետ շատ եք համեմատում։ Այստեղի գիրք կարդացողի, այստեղի երաժշտական դպրոց գնացողի, օտարազգի, հա, որ նայում ես ոնց է մի փոքր բանը քաջալերում, ապրես, բրավո, ինչ լավ ես անում, իսկ մենք մեր երեխաների իրանք պետությունը սիրում են։ Իրանք իրենց պետությունը սիրում են։ Իրանք կանգառը վերանորոգված կանգառը, իրանք չեն գնա ջարդը։ Կարող է հիվանդ, այստեղ շատ հիվանդ մարդիկ կան փողոցում, տարօրինակ, կարող է տարօրինակը առանց հասկանալու ջարդի, բայց այդ տարօրինակն էլ չի ջարդի։ Տարօրինակը պրոստը կարող է իրան, չգիտեմ, փնթի պահի կեղտոտի, բայց չի ջարդի կանգառը։ Ես որ նայում եմ նոր վերանորոգված կանգառը կամ չգիտեմ ինչ որ մի բան, գնում ջարդում են։ Ինչ է ջարդում։ Այդ քո քաղաքն է, այդ քո երեխու համար է սարքած, այդ չգիտեմ, քո համար է սարքած։ Թափել է, չէ, որ հələ թափում են։ Չանցանք դեռ չաճեցինք, չբարձացանք, չհասանք այն հասարակությանը, որ պիտի սիրենք, որ պիտի ծխախոտենք։ Բայց ես հույս ունեմ, լավ երիտասարդություն կա։ Լավ երիտասարդություն կա ու ինձ թվում է մենք գնալով կզարգանանք, կկրթվենք ու կունենանք ուժեղ պետություն։ Որովհետև եթե մենք պետականություն չունեցանք, պետություն չունեցանք, այդ անիմաստ ուզում ես 3-10 միլիոն եղի տարբեր տեղեր, այստեղ էլ կա։ Այստեղ էլ լիքը հայեր կան։ Ասորիների պես կգնանք կկորենք էլ։ Որ ասում ենք լավ երիտասարդություն ունենք, մի անգամ խոսում էինք, այս թեման դարձավ վիճարկելի, ու խոսակցակիցս ասում է, որ լավ երիտասարդությունը գրագետ դուրս է գալիս Հայաստանից։ Իրանց միտքը, որ շանս գտնեն, կապ չունի որ երկիր, բայց գնան իրանց ուժերը փորձեն ու դա նորմալ է։ Հիմա լավ հասարակություն, լավ երիտասարդությունն է, դուք էլ ձեր ժամանակ էիք, չէ, երիտասարդ ու հասարակության թատեր արվեստի ներկայացուցիչ, նվիրյալ, ու եկավ մի բան, որ դուրս եկաք։ Այս խնդիրն է կա, չէ, որ շատերը ձգտում են երկրից դուրս գնան։ Գիտեք, իմ դուրս գալը այնպես չի եղել, որ ես ինչ-որ մի բանից, այ ես պետքա լքեմ Հայաստան, ես պետքա դուրս գամ Հայաստան։ Կյանքի մի էտապ ա եղել, որ իմ քույրը վաղուց այստեղ էր, հետո պապաս էր այստեղ արդեն եկավ քույրիկիս մոտ, հետո ինչ-որ մի կյանքի էտապ եկավ, փորձեցի, ասեցի, փորձեմ գնամ հլա Ամերիկա, տեսնեմ, կարող է ես իմ մասնագիտությամբ ինչ-որ հաջողությունների գամ, որովհետև ես թատրոնում զբաղվածությունս եւ չգիտեմ, հերոստանգերությունում բավականին շատ մեծ է եղել, մանավանդ այդ ժամանակ, որ երբ որ ես մեկնում էի, գալիս էի Ամերիկա։ Բայց հետո գալիս ես Ամերիկա ու հասկանում ես, որ բախվում ես լրիվ ուրիշ իրականության հետ։ Հերվից հեռու շատ սիրուն է ամեն ինչ բան, հետո գալիս ես հասկանում ես, որ Այմա կսկսենք այստեղից։ Սիրելիներս, Հայքաստի այսօրվա հյուրն է Գրիշա Հակոբյանը, դերասան, արվեստի նվիրյալ, արվեստագետ, թատրոնը սիրող մարդ, բարով եք եկել։ Ուրախ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ Անի ջան, որ քո մոտ հյուր եմ։ Գնացինք, այսօր պիտի շատ անկեղծ զրույց ունենանք ապրումների, կարոտի, գալու, արդեն սկսվեց խոսակցությունը, թե ինչն է պատճառը եղել, որ եկել եք։ Պիտի խնդրեմ ավելի մի քիչ մանրամասնենք, հասկացանք, որ ընտանիքներ էստեղ եկաք ձեր ուժերը փորձելու։ Առաջին հիասթափությունը երբ իջաք օդանավակայան ու ոնց որ բացվեց միացյալ։ Չէ, տենց շատ, տենց մանրամասն վայ օդանավակայան իջա բան չէ։
Սկզբի ժամանակները, երբ որ տուրիստ ես գալի, քո համար լրիվ ուրիշ է։ Գալիս ես ինչ որ մի քանի օր, մանավանդ այդ դժվարությունը չեմ զգացել, որովհետև քրոջս տանն եմ ապրել սկզբի ժամանակաշրջանում, բայց հետո դու հասկանում ես, որ դու հայտնվել ես մի հատ լրիվ ուրիշ իրականությունում, որ դու, չգիտեմ, նորից պետքա զրոյից ինչ որ բաներ ապացուցես, բաներ սկսես, ինչ որ չես կարող մենակ թատրոնով կամ, չգիտեմ, քո մասնագիտությամբ ապրել այստեղ, դա հնարավոր չի։ Հետո հասկանում ես, որ ամերիկյան շուկայում էլ դու կարող ես, հա, ինչ որ սայթեր կան, որ դու կարող ես գրանցել որպես դերասան, գնաս ինչ փոքր մասով կաների սկսես, բայց դա կենցաղ չի թողի, որ դու ապրես։ Հետո սկսեցինք հարմարվել, հետո հասկացա, որ պետքա այդ կարոտի սինդրոմը անջատես եւ քեզ կոնտրոլ կարանաս անես եւ շարունակես ապրել։ Մի կյանքի մի որոշ էտապ էլ այստեղ ապրել։ Բայց ես շատ գնում եմ Հայաստան, գալիս եմ։ Այդ կարոտի բացը լրացնում եք Հայաստան գնալ գալու։ Կարոտի բացն եմ լրացնում, ստեղծագործական բացն եմ փորձում լրացնեմ, ընդհանրապես մի բանով պիտանի լինեմ իմ երկրին, իմ պետությանը։ Գումար ծախսեմ իմ պետությունում։ Այ շատ լավ բան եք ասում։ Այստեղ աշխատեք, գնացեք Հայաստանում ծախսեք։ Երեխաներն եք տանում, թե դեռ Հա, միասին գնում եք։ Աղջիկս արդեն 6 տարեկան է, արդեն 3 անգամ հասցրել է լինել Հայաստան։ Հետո որ գիտի պիտի հետ վերադառնա, ուրախ է գալիս ասում ես, Հիմա էլ գնանք։ Ես անցյալ տարի էր աղջիկս հետ գնացինք Հայաստան։ Սաղ թատրոններով ինչքան ներկայացում կար։ Պապա, շատ պիտի ներկայացումներ նայենք։ Ասում այո, շատ պիտի նայենք։ Շատ պիտի նայես, որովհետև այստեղ այդ հնարավորությունը չկա։ Չնայած մենք ստեղծել ենք հիմա այդ հնարավորությունը։ Դա մասնենք խոսենք այս անպայման։ Երբ որ գնում եք Հայաստան ու նայում եք ներկայացումներին, ինչ եք զգում Հայաստանը առաջադեմ է, այսինքն ձեր եկած տարիների հետ, որ համեմատում եք, թե հիմա լճացում կա շատ։ Չէ, շատ։ միանշանակ, հիմա շատ լավ աշխատանք է արվում նույն թատերարվեստում, ես թատրոնի մասին կարող եմ ասել, որակյալ ներկայացումներ է արվում, հանդիսատեսը ավելի շատ է գնում։ Այսօր ես փողոցով քայլում եմ, ես տեսնում եմ, որ թատրոնների դիմաց կասայում հերթեր կա, մարդիկ գնում են։ Ճիշտ է, ցածրորակն է կա, բայց դա ցածրորակը միշտ լինելու է, այստեղ էլ կա։ Բայց հանդիսատեսը գնում է թատրոն, հանդիսատեսը գիտի ինչի է գնում։ Մենք որ համեմատականներ ենք տանում, այսօր այդ համեմատությունների մասին ենք խոսելու, որպես տեխնիկային ներկայացումների ստարտ, հա, ստեղծած ու սկիզբ դրած։ Հիմա եթե համեմատականը տանենք Հայաստանի թատրոնների տոմսերի, ինչ կարծիք կա ձևավորվում Լոս Անջելեսում ապրող հայ հասարակության, այստեղ թատրոն սիրելու երեխաներին տանելու նույն տեխնիկային ներկայացման։ Ես մեր ներկայացման վերաբերյալ կարող եմ ասել, լավ արձագանք, բայց նաև պետքա հաշվի առնել այստեղի կենցաղը, այստեղի զբաղվածությունը մարդկանց, բայց ավելի ցածր է, չեն դժվարությամբ են բերում։ Ինչն է պատճառը։ Եկեք այսօր այստեղ էս հարթակում խոսենք դրա մասին։ Գումարը չեմ կարծում մեծ գումար է, Չէ, մեր տոմսերը արժեն $40 եւ կարծում եմ երեխային այդ հաճույքը պատճառելու համար։ Ես ընդունում եմ բոլոր այդ զվարճանքի մեթոդները, չգիտեմ, ես էլ եմ իմ երեխային տանում այդ ջամփերներ, չգիտեմ, խաղասրահներ, չգիտեմ, բայց թատրոնը դա լրիվ ուրիշ, թատրոնը զարգացնում է երեխային, թատրոնը երևակայություն է տալի երեխային, հայերեն խոսք է լսում, երաշտական ճաշակ, որտեղ երաշտական ճաշակ է ձևավորում, ընդհանրապես ճաշակ է ձևավորում։ Դեռ չի եղել որևիցե մեկը, որ թատրոնից վատ մարդ դուրս գա։ Ես սենց ասեմ, որ ավելի մաչելի արձագանքները լսել, որտեղ որ հյուրին կանչվես, ուսումնասիրում ես, մարդիկ շատ լավ բաներ են խոսում, ասում են, որ տվյալ պահին Լոս Անջելեսում նման բան չկա, պրոֆեսիոնալ դերասաններ են խաղում։ Բեմանկարիչից, երաժշտական ձևավորումից, տեխնիկների տեսակ տեխնիկները աղա Սարգսում Մելքոնյան, տեխնիկային թատրոնի շատ տաղանդավոր դերասան իմ լավ ընկեր, ուզում եմ ասեմ, բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են զբաղված։ Նարինե Ալեքսանյան, Վարուժան Մանուկյան, Դուստրիկ Խաչատրյան, ուզում եմ ասեմ, բոլորը Լիաննա Պետրոսյան, լիքը դերասաններ, Սոնան, Սիրանուշը, ուզում եմ ասեմ, ու դեռ հեսա շունն ու կատուն ենք անում պրեմիերա սեպտեմբերին, անակնկալ դերասաններ կան, էլի։ Ինչ լավ է։
Փորձում ենք ինչ որ մի լավ բան անենք, փորձում ենք անենք, որպիսի այստեղի ծնողները հասկանան, որ երեխաներին պետք է թատրոն բերեն։ Մանավանդ որ չունենք տեխնիկային թատրոն, օրինակ ամերիկյան շատ puppet թատրոններ կան, շատ հայտնի, ու երբ որ գնում ես դու այդ թատրոն, դու հասկանում ես մարդիկ Ամերիկայի մասին, ամերիկացիների մասին է խոսքը, ինչքան են կարևորում դա իրանց երեխայի կյանքում։ Պետք է այստեղ էլ մեր հայերը հասկանան, որ ընդհանրապես իրանք էլ պետք է գնան թատրոններ։ Այո, կարծում եմ դժվար Հաճախ են ներկայացումների որ մի ներկայացում կան նայն, հետո կդառնան շարունակական, որ հաջորդ ներկայացման տոմս ձեռք բերեն, դժվար առաջ։ Դե մենք արդեն 4 ներկայացում ունենք, եւ սա դառնալու է խաղացանք։ Արդեն խաղացանկային մենք գնալու է։ Ուզում ասեմ, պետքա այստեղի հանդիսատեսը հասկանա, որ ամեն շաբաթ կիրակի հնարավոր է, որ իր երեխային բերի թատրոն, այդ 45 րոպեն մի ժամ իր երեխան հեքիաթով լցվի։ Մի բան եմ, էլի ուզում ասեմ, չեք կարծում որ հիմա երեխաներն էլ են փոխվել ինչ առումով։ Մի ժամանակ երեխան կարող էր 30 րոպե նստել, օրինակ, կամ ավելին։ Հիմա երեխաների մոտ էլ է սերունդի եկել է, որ իրանց հետաքրքրությունը պահել այնքան դժվար է։ Կարծում եմ երևի ծնողն կա մտածում են երեխան չի նստի։ Եկեք մի քիչ էսել բացենք, որ ծնողը վախեր չունենա իմաստով, որ ես ասեմ, եթե հետևեն մեր գովազներին, մեր էջերին կամ ընդհանրապես հարցնեն, մենք 6 ամսական հանդիսատես ունեմ ու ես ունեմ այդ տեսանյութը, որ այդ երեխան այդ գույներին ու այդ տեխնիկին, քանի որ տեխնիկային ես այդքան շատ չեմ ես պատանի հանդիսատեսի թատրոնում եմ աշխատել, ես այդքան տեխնիկային արվեստի հետ ծանոթ չեմ եղել, ընկերներ ունենք, որոնք ինստիտուտի տարիներին կամ ընդհանրապես գնացել եկել են, բայց շատ հետաքրքիր է տեխնիկային արվեստը։ Մանավանդ այդ տեխնիկը, երբ որ դերասանը ճիշտ կարողանում է խաղացնել, դա, չգիտեմ, երեխայի աչքերի մեջ որ նայում ես, լրիվ ուրիշ մենք այդպիսի խնդիր չենք ունեցել, որ հանդիսատեսը դուրս գա, չնայի, թնգթնգա, բնականաբար լինելու են, երեխաները կարող է լացեն, մեկը վախենա, բայց կարծում եմ, եթե դու փորձես հետաքրքիր բան անես եւ եթե դու այդ գործի մասնագետն ես, հնարավոր չի հանդիսատես դուրս գա։ Լավ ներկայացումից հանդիսատես դուրս չի գալի։ Լավն է։ Ունեք հովանավոր կամ մարդիկ, ովքեր որ ձեզ թիկունք են կանգնում, որպեսզի առաջ գնաես գաղափարը։ Ունեմ իմ ընկերներից շատ մարդիկ ինձ թիկունք են կանգնում, Արմեկո Ֆուդը եւ մնացածն էլ ես եմ անում։ Իսկ կարիք ունեք, օրինակ բարձրաձայնեք, որ միացեք։ Դե մենք տարբեր հարթակներ ունենք, որովհետեւ ծնողը երեխայի հետ անմիջապես գալիս է թատրոն հենց։ Եթե ինչ որ մարդիկ կան, որոնք կուզեն համագործակցեն մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Բայց կոնկրետ ինչ որ բան հենց հիմա չունենք հովանավոր, որը մեզ փող է տալի, որ մենք ներկայացում ունենք։ Բոլոր գումարը ես եմ ծախսում։ Մենք ենք թատրոնի վրա ծախսում, բայց առաջարկներ կարող են անել։ Ինչ լավ կլիներ, որ բոլոր մանկապարտեզի տնօրենը, քանի որ այստեղ մանկապարտեզները շատ են, ամեն մեկը պրոպագանդեր իր ծնողին, ասել, որ օրինակ ես ինչ օրը մեր մանկապարտեզը, իսկ Կիրակի կամ այս շաբաթօրը մենք մեր ամբողջ խմբով, չինեմ, 12 հոգի ենք պլյուս ծնողները գնում ենք տեխնիկայի ներկայացում նայելու, երկու շաբթի քննարկեն, նույն հեքիաթը մի հատ են անցնեն երեխաներին։ Ես հաճախում եմ մանկապարտեզներ տնօրենների մոտ եւ ցույց եմ տալի մեր գործունեությունը։ Շատ մանկապարտեզի տնօրեններ ողջունելի է, բրավո իրենց, որոնք հասկանում են եւ մեր ներկայացումներին, այո, բերում են 30, 40, 20 հոգով, նայած մանկապարտեզ, քանի երեխա ունեն, բայց տնօրեններ կան, որոնք կարևորում են այդ ամեն ինչը եւ այդ թատրոնում, որ նայեք, Անիկ ջան, շատ մարդիկ կան, ես ոչ մեկին ոչ մի քավլիցի չեմ ուզում անուն կպցնեմ կամ ինչ որ մի բան անեմ։ Կան մարդիկ, որոնք ձեռի հագնովի Amazon-ի տիկնիկով կարան գնան ինչ որ մի բան անեն։ Երեխան այդ րոպեին լավ նայեց այդ 10 րոպեն։ Մեր ներկայացումը ներկայացում պրոֆեսիոնալ ստանդարտները թատրոնի պահած ներկայացումը։ Մերը տենց բան չի, երաժշտությունը միացնենք, թրվրանք կամ ծնունդ անցկացնելու ինչ որ մի բան չի։ Սա ներկայացումը, որտեղ հանդիսատեսը գալի նստում է, բարակույրը բացվում է, ներկայացումը սկսվում է եւ ավարտում է։ Ուզում ասեմ, բոլոր ստանդարտները պահած է թատրոնի։ Ողջունելի է։
կեցեք։ Իսկ նպատակ կա Լոս Անջելեսից դուրս հանելու մյուս քաղաքների, Մենք ամերիկյան հայ ունենք համայնքների։ ինչ որ արդեն հրավերներ ունենք, չեմ ուզում նախորդ ինչ որ մի բան ասել, բայց այո, նպատակ կա, որ Սան Ֆրանցիսկո, Սիաթլ, տարբեր որտեղ շատ մեծ համայնքներ կան հայերի, թող տեսնեն, թող բոլորը տեսնեն։ Իսկապես։ Թատրոնը լավ բան է։ Մանավանդ երեխայի կյանքում շատ կարևոր դեր ունի։ Եվ վերջը դա մի քանի ուղղություններ ա բերում, էլի հեքիաթին են ծանոթանում, ձայնային Հեքիաթին են լսողականությունն ծանոթանում, կրթվում են, հասկանում են, որ թատրոնում պետքա լուր հետևեն ներկայացմանը։ Ընդհանրապես թատրոնը զարգացնում է մարդուն։ Նուրբ արվեստ։ Այո։ Դա աստված հովանավորներ էլ ունենաք, շատ կուզենամ։ Ես էլ կուզենամ խոսեմ մեր ոդքասթի հովանավորի մասին, Ռինյոլի շինարարական կազմակերպությունը, որ հիմնել են հայ տղաներ, զբաղվում են տանիքների վերանորոգմամբ։ Այստեղ կթողնենք հեռախոսահամարը, դիմեք, եթե ունեք տանիքների խնդիր, Ռինյոլի կազմակերպությունը կհոգա ձեր բոլոր խնդիրները։ Եվ մյուս բանը, որ կուզենայի, տեխնիկային ներկայացումներ արեցիք երեխաների եկող սերնդին կրթելու եւ այլն ձեզ որպես դերասան որ Հայաստանում առավոտյան արտամ մեկ գիտեք ինչ զբաղվածություն ունեք ինչ պահանջված եք հա չգիտեմ կարգին հաղորդումից մինչեւ սկեչեր գովազդ ֆիլմեր այո ֆիլմեր ու նաեւ հիշվող ֆիլմեր որը որ տարիներ անց նորից նայում են նորից վերանայում են հա ինչ դա պակասում որպես արտիստ ձեզ երբ որ առավոտյան արթնանում եք ու այդ լծվելու տեղ ունեք, բայց այդտեղ Ամերիկայում մի քիչ այդ մասին խոսենք։ Պակասը կա, միանշանակ ստեղծագործող մարդու համար այստեղ պակասը կա։ Ես այս պակասը հիմա ես իմ թատրոնով եմ փորձում լրացնեմ։ Բայց իմ մասնագիտությամբ զբաղվում եմ, հիմա օրինակ շատ լավ ներկայացում է պատրաստում, փակագծերը չեն բացի, շուտով սեպտեմբերին Լոս Անջելեսի հանդիսատեսի դատին կհանձնեն։ Ես որպես դերասան եմ մասնակցում այդտեղ։ Զորոն այս վերջերը Զորաբեկ Գասպարյանցը ֆիլմ նկարեց, Վիլյամ Սարոյան մի գավաթ բարությունը, ճիշտ է, ֆիլմը կոչվում է Բարի մարդիկ, Երևանում կայացավ պրեմիերան, հուսով եմ հեսա շուտով այստեղ է կլինի, ամեն օրվա չի զբաղվածությունը, բայց փորձում ենք այստեղ բոլոր դերասանը փորձում են ինչ-որ մի բանով լրացնել այդ քաղցը, իսկ այնտեղ դու առավոտը գնում ես թատրոն բոլորը աշխատում են դերասանի համար թատրոնում, իսկ այստեղ ես եմ դեկորացիան սարքում, ես եմ վազում տոն սախում, մի քիչ դերասանի եւ ընդհանրապես ստեղծագործող մարդու համար այստեղ դժվար է, որովհետեւ այստեղ բոլորը դու պետք է անես։ Շատերն են նույն թեմա խոսում, որ այստեղ իսկապես դժվար է, բայց որ նայում ես շատերն է գալիս են։ Այստեղ կենցաղի, կյանքի ապրելակերպի, մասնագիտականը մի կողմ դնել, բայց ապրել որոշակի թեկուզ մի քիչ բարձր, չգիտեմ ինչն է, ես ինքս էլ դեռ չեմ հասկացել, մարդիկ համ այստեղ բացակայում է, բայց նաև բոլոր դերասան, երգիչ, շատերը ձգտում են։ Դե ամեն մեկը իմ կարծիքով մի պատճառ ունի գալու։ Չես կարող մեղադրել մարդկանց, որ գալիս են, որովհետև այդ արգելքով է, դե մի եկեք։ Կամ մարդիկ կան, որ գալիս են այստեղից, ասում են՝ «Մի լքեք, դու քեզ լքեբ»։ Հա։ Դու քեզ լքեք, դու էլ մի լքի։ Ուզում ասեմ, բայց մենակ մի բան կասեմ, որ պետքա սիրել մեր երկիրը եւ պետքա հաճախակի գնալ Հայաստան եւ ամեն ինչ պետքա անել, որ մեր պետությունը զարգանա։ Իսկ կապ կա Հայաստանի տեխնիկային թատրոնի հետ, այս որ ասում ենք օգնենք զարգանա, այսինքն այստեղի ու այնտեղի կապը ոնց է ձևավորվում իրար օգնելու, իրար հանդիպելու։ Դե օրինակ այս վերջերս նախ աղասն է անում Մանուկյան, Մելքոնյան տեխնիկները, բայց այս վերջերս Ռուբեն Բաբայանի տղան էր եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իրանք պետքա գնային ինչ որ փառատոնի, հանդիպեցինք Արտաշի հետ, քննարկեցինք, Արտաշը ասեց ինչ որ պետք է մենք կարող ենք օգնել, ես էլ ասեցի եթե մենք ինչ որ այստեղ զարգանա, այստեղի հանդիսատեսը հասկանա, որ երեխային պետք է բերել տեխնիկային թատրոն, ինչու՞ չէ, հետագայում նաև կարելի է տեխնիկային թատրոնը, ազգային տեխնիկային թատրոնը 95 տարվա պատմություն ունի, քիչ չի, ու այսօր ես նայում եմ այնտեղ օրեկան 2-3 սեանս խաղում են ներկայացում ու անշլակ ու դալիճը լիքը ինչու՞ չէ նաև տեխնիկային ազգային տեխնիկային թատրոնը հնարավոր է այստեղ մեր հրավերով գա հյուրախաղերի կամուրջ ստեղծվել է իրար օգնելու ընդհանրապես ով կանի լավ բան պետքա գնալ եւ մասնակցել խրախուսել
որ այս Ամերիկայում, այստեղ այս պայմաններում ինչ որ մի բան արվում է հայ երեխաների համար։ Որովհետև այդ կարոտը այդ երեխաների աչքերից երևում է, այդ երեխաները չեն տեսել։ Այդ երեխաները այդ մենակ այդ պլանշետը չի։ Պետք է հաճախեն թատրոն, ծնողները պետք է բերեն թատրոն։ Խոսեցինք երեխային շատ լավ եք ասում, քանի որ երկու երեխա ունեք, ինչ վախեր ունեք այս պետությունում երեխային մեծացնելու կամ ինչ ներքին տագնապ կա, որ դες մի ձևի լարված ապահում որպես ծնող։ Դե գիտեք, շատ դժվար է, այստեղ երեխա մեծացնելը, բայց դա ընտանիքից է գալի։ Իսկ երբ որ ընտանիքում ամեն ինչ ճիշտ հիմքերի վրա է դրած, դու վախենալու բան չունես։ Քո երեխան չի գնա այդ ամեն ինչի մեջ թաթախվի, որտեղ վատն է։ Ես չեմ վախում, որովհետև ամուր եմ, չգիտեմ, չեմ վախում։ Ասում եմ ինչից որ վախենում ենք ինքը մեզ ոնց որ վերցնում տանվա, բայց որ մի բան։ Ուղղակի ամեն ընտանիք պետքա փորձի իր երեխային հայ մեծացնել։ Հայ արժեքներով, հայկական արժեքներով։ Այդ կխնդրեմ մի քիչ ավելի այս թեման բացենք արժեքների ու հայ մեծացնելու։ Հայ մեծացնելը երբեմն խոսում է որ երեխան տանը պետքա խոսի հայերեն։ Իհարկե դա շատ կարևոր առաջնային է։ Հայ մեծացնելու ձեր կարևոր սկզբունքները ո՞րն են, որ երեխան պիտի ինչ է, պատմությունը իմանա, հայրենիք տարին 1-2 անգամ գնա, որն է կարևորությունը հայ մեծացնելու, ինչ արժեքներն են, որ ասում ենք հայ պիտի մեծանա։ Իմ համար ընտանիքից է գալի։ Երբ որ ընտանիքը ճիշտ հիմքերի եւ ճիշտ արժեքների վրա է կառուցած լինում, այդտեղից լավ հայեր են մենակ դուրս գալիս։ Մենակ լավ հայեր են դուրս գալիս, որովհետեւ այդ քո ընտանիքը քո փոքր պետությունն է։ Երբ որ քո ընտանիքը թույլ եղավ, դու հզոր պետություն չես կարող ունենալ։ Մեր ընտանիքները պետքա պինդ լինեն։ Եվ այդտեղից դուրս կգան լավ հայեր, կրթված հայեր, քաղաքակիրթ հայեր։ Մի բան եմ ուզում, բայց այստեղ նաև կան հայեր, որ տեսնում ես, ասում ես, ինչի է հենց։ Դե ամեն խոսացող հայերեն հայ չի։ Այ իրանց խնդիրը գնացել է, կարծում եք իրանց ընտանիքի ոչ ճիշտ է, եկել են այստեղ ձուլվել են, որ մեծ հասարակությունը։ Դա տեսակներ է, իրանք այնտեղել են այտենց եղել։ Իրանք այնտեղել են այտենց եղել։ Դա տեսակ է, իրանք այնտեղել են իրանց այդպես եղել։ Ոչ մի բան չի փոխվել իրանց կյանքում։ Միշա ջան, մի բան, ինչի մենք Երևանում Սունկայի չափերն է փոխվել, գոտիի չափերն է փոխվել իրանց կյանքում։ Հիմա մի բան, մենք ինչի Երևանում այս տվյալ մարդկանց չենք տեսնում, որտեղ մեր շրջապատը զտված էր, մենք մաղել էինք, մենք գիտեինք ում հետ ենք սեղան նստում, ում հետ ենք շփվում, որ մեզ հարազատ մարդիկ են, այստեղ եկել ենք շատ մեծ է, այստեղ ինչի ենք նկատում այդ վատ բառը չասեմ, բայց այդ մի քիչ բան տեսակով մարդկանց ինչի ենք այստեղ շատ նկատում։ Դե Անի ջան, որովհետև դու այնպեսի բնակավարում ես աշխատել, որ դու ուղղակի իրենց չէիր տեսնում։ Իսկ այստեղ ստիպված հետները ինչ է, աշխատանքի բերումով շփվում ես, թե տեսնում ես սուպերմարկետում, աշխատանքի բերումով ես շփվում, մտնում ես հայկական խանութ, հասկանում ես, որ ուր ես եկել, որ հերթ չի ու փորձում կանգնել։ Դրանք մանր բաներ են, դետալներ են, որ յուրաքանչյուր կրթված կապ չունի հայա, ինչա։ Կրթված մարդ պետք է այդ կանոնները պահի։ Եթե մտնում ես խանութ, հերթա գոյացած, այդ հերթը պետք է կանգնես եւ սպասես ոնց որ մնացած։ Բայց Երևանում էլ չէ լինում, որ ասում են իմը մի հատ էս ինչա քուրս, մի հատ իմ անցկացնեմ, բան, այդ Երևանում էլ կա, չէ, բայց այստեղ ինչի ենք շատ դրան դիպուկ նայում։ Անի ջան, ես գիտես չեմ ուզում մենք այդ մարդկանց կարևորենք։ Այդ մարդիկ միշտ եղել են, միշտ էլ լինելու են։ Ընդհանրապես պետք չի էլ այդ մարդկանց անդրադառնալ։ Կամաց այդ մարդիկ էլ կփոխվեն, կհասկանան, որ չէ, պետքա քաղաքակիրթ ապրել, պետքա չջարդել, պետքա չվնասել, լավը վատից պետքա տարբերել, գնալ լավին, երեխային թատրոն տանել, պետքա սովորացնել, պետքա խոսել դրա մասին, պետքա ասել, որ գիտես, սա քո երեխային կօգնի, երբ որ դու ես քո երեխայի համար սա անես։ Երբ որ դու քո կնոջ հետ հարգալից խոսաս, դա կօգնի։ Երբ որ կին, ամուսին, երեխա հարաբերությունները ճիշտ եղավ, դա կօգնի ամեն ինչին։ Շատ ճիշտ եք ասում, իսկ այստեղ լինում է, օրինակ օտար ազգի մարդկանց հետ շփվում եք։ Միանշանակ։
Ես օտարազգերի հետ եմ աշխատում։ Հա, որ ասում եք հայ են, որտեղ վերջես մի բան է, եղել դրա մասին կուզենամ խոսեմ, որ ասում եք հայ են, ո՞նց են արձագանքում։ Դե գիտեք, օրինակ իմ հետ մի անգամ դեպք ա եղել, բայց ես իրան բացատրեցի, որ դե իրանք մի քիչ ուրիշ ձև են մտածում։ Ինձ ասեց հայ ես, ասեցի այո, դե կարծում եմ իմ դեմքից չի երևում, որ ես գցողի տպավորություն ունեմ։ Ասեց, բա ինչի են ասում ձեր հայերը, որ գցող են։ Ասեցի ո՞նց գցող են։ Ասեցի դա թյուր կարծիք, ասում ա դե հիմա քո հետ որ շփվում հասկանում եմ, որ տենց չի։ Ասում բայց ինչի են տենց ասում։ Ասում դե ինչ որ անհատներ կան, որոնք ինչ որ տենց մի բան արել են, բայց դա չի նշանակում, որ հայերը գցող են։ Բոլորն են։ Բայց մենք էլի այն կարծիքին եմ, Անի ջան, որ մենք պետք է զարգանանք, պետք է կրթվենք։ Որտեվ ժամանակին, երբ որ շրջագայում էինք տարբեր երկրներով ու ասում էինք հայ, ասում էին, «Օ, ձեր կոնյակը գիտենք», հա, ինչ որ մանր բաներ գիտեին, հա, հայ մասին։ Ես փորձում եմ, բայց լավը ներկայացնեմ։ Ես միշտ ասում եմ, ես փորձում եմ լավը ներկայացնել։ Ասում եմ, չէ, մենք հələ ասում եմ Քիմ Քարդաշյան, ասում եմ, չէ, ինչ Քիմ Քարդաշյան։ Հələ մի րոպե, հələ Քիմ Քարդաշյանի մի կողմ թողեք։ Մենք մեծություններ ունենք։ Արամ Խաչատրյան ունենք, Շարլ ունենք։ Ասում եմ, տենց մարդկանց անունները բայց ցավեկ է, որ ժամանակին օրինակ 10 տարի առաջ, հա, հետ գնում եմ, երբ որ հասում էինք հայենք, նման մարդկանց անուններ էին տալիս, հա, մեծերի կամ չգիտեմ, մեր սնունդից խոսային մեր հյուրընկալ ժողովուրդ լինելուց, վերջերս խոսում եմ օտարազգի, ու ասում եմ, «Օ, այստեղ շատ հայերը գողություն են անում, այստեղ շատ հայեր ուրիշ բաներ են, այսինքն ոչ լեգալ, հա»։ Այդ մնացած ազգերն էլ են անում են, բայց ընդհանուր ես չգիտեի, որ մենք հասել ենք այն հարթության վրա, որ Ֆրեզնոյի գիշերը մեղուներ են գողա, ասես հայը ինչքան է իր անունը, մի ժամանակ մեր անունը պատիվը կարծում եմ մեր համար։ Բայց Անի ջան, եթե գնում են Եռաբլուրից ծաղիկ են գողանում կամ չգիտեմ, մենակ այստեղ չի։ Եթերային չի, բա ուզում ես մեղու չգողան։ Ու հասկանում ես մենք ինչ հայ տեսակներ ունենք։ Որ կարան գնան Եռաբլուրից ծաղիկ գողան։ Ես 20 թվին պատերազմը երբ որ սկսեց, չեմ ուզի սրա մասին խոսել, ես գնացի Երևան։ Չգիտեմ, իմ ընկերների կողքին լինեմ, ինչ որ մի բանով փորձեմ Երևանում լինեմ, Հայաստանում լինեմ։ Ես հասկացա, որ նա ճիշտ է, ռուսներին այդքան տենց չեմ բանանում, աստվածացնում, բայց մի հատ լավ խոսք կա, ասում մир արմենյան деньги։ Ես հասկացա, որ ինչ որ այդ սև լենտը ինչ որ դաբլ ա եղել գինը։ Ինչ որ ծաղիկներ, ինչ որ մարդիկ ինչ որ ուրիշ բաների հետևից են ընկած։ Ու ուղղակի կարելի է մեռնել, էլի, կարելի է ցնդել, էլի։ Այսինքն ինչ փուլում ենք, իջել ենք շատ խորը, որ պիտի բարձանանք վերև, թե հələ մնում ենք, ինչ փուլում ենք։ Քենք էլ փորձում է բարձրանալ։ Շատ բաներ կա, որ կարաս ներքևում լինես, բայց ինչ որ նպատակ պետք է լինի, չէ՞, բարձրանալու։ Բարձրանալու նպատակ պետք է լինի։ Ըստ էս մեր հասարակությունը չունի այդ նպատակը, sense միահորմանի գնում ենք։ Հասարակությունը պետք է տանող լինի։ Իսկ չեք կարծում, որ Ամերիկայում ինչքան էլ որ ճիշտ է, հենց քաղաքական հա։ Չէ, ուզում քաղաքականացնեմ, բայց Երևանում հիշում ես բաներում, հարգերում, որ մարդիկ իրանց դրան դիմացը կաֆել էին անում, ասես բարձրացնում էին, մարդիկ կարող աստիճաններով բարձրանալուց ոտը կարող խփեր ընկնել։ Երբ որ այդ զոնայից դուրս գանք, ինքը չկարևորի մենակ իր տարածքը։ Այդ վաղտ ամեն ինչ լավ կլինի։ Բայց հիմա միշտ այս ոդքասթի վրա մենք միշտ համեմատական ենք տանում Ամերիկայի հետ։ Այստեղ էլ է չէ լինում, որ հարևանը հենց իր չափով է անում։ Հիմա կասենք դե մեր հարևանը կարող ազգությամբ Մեքսիկա, մեր հարևանը կարող ազգությամբ Հնդիկ է, բայց այստեղ էլ է չէ այդ նույնը։ Ուղղակի մեր եւի ցավը, որ մենք մեր հայրենակցի հանդեպ ենք այտենց մեր հարևանի, բայց այստեղ էլ հարևանը կա, որ բերում է, ասես Ամերիկացի։ Հա։ Ամերիկացի հարևանը քո հաշվին բերում է իր փողոցը։ Չէ, հաշվին չէ, բայց ինքը իրանն է անում ու քեզ չի առաջարկում, գիտես, կարող դու ուզես նույն հարկերի տարբերությունը, հա, օրինակ հայ հարևանը իրանը արեց, չի ասում կողքի հարևանին արի միանանք, նույնը անենք, օրինակ, կամ հարթակը հավասար անենք։ Դե որովհետև այստեղ շատ խիստ է, այստեղ ամեն ինչ կոդերով եւ բանով, այստեղ չես կարող
քեզ որոշես տեղ աստիճան դնես։ Իսկ ուզենայիք այդ նույնը Հայաստանում լիներ, որ օրենքի երկիր լիներ, ամեն Պետք է գրպանին կպնեն։ Ես օրինակ 11 տարի այստեղ եմ ապրում, ես այստեղ ո՞նց եք։ Խելոք թիքետը ստանում եք, գնում եք, մուծում եք, երկրորդ անգամ էլ չեք անում։ Պետք է գրպանին կպնեն։ Մեր քաղաքացու գրպանին պետք է կպնեն, որ մեր քաղաքացին հասկանա, որ դա պետք է չանի։ Պետք է խմած չքշի։ Որտեղ մեկ ուրիշի կյանքի հետ Պետք է խմած չքշի, որովհետև չգիտեմ, կարան տանեն 10 տարի դատ են, որ մարդ գցեց տակը կամ չգիտեմ ինչ արեց։ Պետք է գրպանին կպնեն ուղղակի։ Որ ասում են, այստեղ օրենքի երկիրա ձեզ այստեղ բոլոր օրենքներն են դուր գալիս, թե բանկա որ ասում եք։ Չէ, միանշանակ որ չեն կարա բոլոր օրենքները դուրս գան։ Ինչ դա ձեզ դիսկոմֆորտ է բերում։ Որ ասում ես, ինչ են արել մենք հիմարությունը, թողին ավելի ազատ կլիներ կամ մի բան կա, որ ասած դպրոցների հետ է կապված ավելի շատ եւ այդ ռոպագանդան, էլի ռոպագանդան պետքա չլինի, էլի չեմ ուզում այդ անունները տամ, բայց այդ ռոպագանդաները այդ ուղղությամբ պետքա չլինի, էլի։ Բայց այդ երեխան գնում է հայկական դպրոց։ Այո, իմ երեխան գնում է հայկական դպրոց։ Որտեղ ասում են, որ պետքա գա մի տարիք, որ այդ ռոպագանդան ու ինֆորմացիան պիտի տանք, թե հայկական դպրոցում չկա։ Զերծան։ Հայկական դպրոցում ես մի քիչ կարող եմ փակագծեր բացել, որովհետև գոհարը այնտեղ աշխատում։ Եթե դաժե պրոգրաման այդպեսին է, որ պետք է անցնեն, մեր դպրոցներում դա շրջանցում են եւ չեն տալի երեխաներին եւ բրավո։ Սա նաև հայի լավ տեսակի մասին է այստեղի, որ մտածում են։ Մենք մենակ վատ բաներ ասեցինք, մենք մենակ վատ բաներ ասեցինք։ Մենք լիքը լավ բաներ ունենք։ Օրինակ, որ քեզ բարեկամ չի, բայց քեզ կարա ձեռք մեկնի օգնի։ Այստեղ նոր ես ծանոթացել, բայց ինքը քո նեղորին կարա հասնի։ Հայի տեսակի լավ բաներից եկեք խոսենք։ Ինչ լավ հայերի եք հանդիպել, որոնք որ ձեզ շատ դրանից հրաշքայերի եմ հանդիպել, որոնք 40 տարի այստեղ են ապրում, 50 տարի այստեղ են ապրում, բայց նայում ես իրանք ոնց որ 2 տարի առաջվա եկած լինեն, իրանք կիրթ մարդիկ, կիրթ հայեր, իրանք հայ են։ Մի բառով ասեմ, էլի հայ են։ Համեստ զուսպ։ Համեստ զուսպ։ Չափի մեջ, գեղեցիկ։ Եղել է այնպիսի երեկոներ, որ մտածեք ինչ եկանք։ Ընտանիքով նստեք ու կնոջ հետ քննարկեք, ասեք պետք էր որ։ Միջև հիմա է լինում։ Անկեղծ միջև հիմա է լինում։ Այդ կարոտն է, այդ ներքին, որտեվ ձեզ այնտեղ ավելի եք սիրել, քան ձեզ էստեղ։ Միանշանակ, ես այնտեղ ավելի, որտեվ այնտեղ էս կենցաղը չկա, այստեղ դու միշտ կենցաղով ես։ Այնտեղ դու լցվում ես։ Երևանը մի հատ հետաքրքիր հոտ ունի։ Ես որ գնացի Երևան եկա գոհարն ասեց հոտ զգացիր։ Երևանը մի հատ յուրահատուկ հոտ ունի։ Ես պիտի հարցնեի, որն է ձեր կարոտի, որն է ձեր համար Երևանի հոտը։ Այն շատ լավ ասում եք։ Գիտեք, չեմ տենց շատ փիլիսոփայական բաներ ասեմ, բայց այնքան տարբեր հոտեր կա Երևանում։ Մի հատ յուրահատուկ բան կա Երևանում։ Յուրահատուկ հոտ կա։ Ու ես մի հատ օծանելիք եմ այստեղ մեքենայից մեջ պահում։ Շատ տարբեր օծանելիքներ եմ օգտագործում, բայց մի հատ օծանելիք եմ պահում, որ այդ Երևանի հոտ եմ զգացում։ Թե իմ գրիմանոցի, թե չգիտեմ մեր տան, թե իմ ընկերների թատրոնի է խոնավ, բայց միաժամանակ ինչ որ չէ, գրած սուրճի։ Որն է ձեր սիրած հոտը, որով կարաք ձեզ բնութագրեք։ Ուժեղա, չհանձնվողա, օրինակ ինչ հատկանիշներ ունեք, որ կարաք կապեք ձեր պարֆյումի հետ։ Չհանձնվող եմ ես, ընդհանրապես չհանձնվող եմ, պրպտող եմ։ Ես տիկնիկային թատրոնից խոսացինք, բայց երբ որ ես 14 թվին եկել էի, ես տան ապարտմենտում դեկորացիաներ էի սարքում, եւ մենք 14-15 թվից ենք արել ներկայացումներ։ Ես Ինգլենդել թեատր գրուպը ես 14-15 թվից ստեղծել եմ։ Միշտ ներկայացումներ ենք խաղացել երեխաների համար, հետո COVID-ը ընկավ, առաջ, հետո դա որքան առաջ էի գնացել, դադար տվեցինք, հետո մեր կենցաղը մի քիչ փոխվեց։ Հիմա որոշեցինք, որ տիկնիկային ներկայացումներ անենք եւ այս ամեն ինչ ինձ կյանք է տալի։ Իմ պարֆյումի համար Savage։ Այո, Dior, այո։ Նվիրել են։ Հա, թողեք սենյակում։ Ինչ։ Լավ է։ Ինքը ուժեղ հոտ է։ Երևանից խոսեցինք, այդ կարոտը ու այդ հոտը, այդ ապրումները, երևի մենք մեզ այնտեղ ավելի շատ ենք սիրել, քան այստեղ որ ընկել ենք այս վազքի մեջ։ Բայց պետքա թեթև նայել։ Կյանքի մի էտապ է, այստեղ ենք ապրում։
Ընտրությունը մերն է, հոմ է զորով Ընտրությունը չեն մերն է, բերում։ ուզում ես վաղը գնա։ Այո։ Ընդհանրապես մարդ արածը պետքա ազատ լինի։ Փորձի։ Այսօր այստեղ է ապրում, վաղը կարող է որոշի գնա Իտալիայում ապրի։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ հայերը շատ գալիս են Միացյալ Նահանգներ, համայնքն է ուժեղ, համայնքն է մեծ, հայալեզուն է։ Չեմ կարող ասել հիմա եկողների մասին չեմ կարող ասել, երևի մի քիչ, չգիտեմ, կենցաղն է մտածում են այստեղ շատ ավելի շատ փող են աշխատելու, կարող է եւ աշխատում են, կարող է եւ ավելի հեշտ է, չգիտեմ։ Դե կրեդիտ քարտ կա այստեղ, կրեդիտ քարտն էլ նույն Երևանի ժամանակին հիշում եք տոկոսով փող տվողներ կային, ամեն շենքում մի հատ կար, չէ՞, այդպես մի հատ մեկը կար։ Այստեղ էլ այդ անունը կրեդիտ քարտ է, էլի, ինչ տարբերություն։ Պրոստը ուղղակի այդ կրեդիտ քարտով կարողանում են մարդիկ իրենց։ Եթե 14 թվականից մինչև հիմա նայենք ձեր կյանքը, շատ վերև ներքև ա եղել, որ հետ նայեք։ Այո։ Հա, շատ բանի միջով եք անցել։ Այո, շատ բաների միջով ենք անցել։ Ու դեռ անցնում ես։ Ինչքան երկար ես ապրում, այնքան խնդիրները այստեղ շատանում են։ Այնքան բիլերը շատանում են ավելի։ Իսկ թվում է թե հակառակը, երբ որ երկար ես ապրում, արդեն ստաբիլության ես գալիս։ Ինչքան գնում է բիլերը շատանում է, ավելի թաթախվում ես, ավելի ես ուզում անես, հետո չի ստացվում, հետո ուրիշ բան ես ուզում անես, հետո էդ չի ստացվում, հետո այնի ստացվում է։ Միշտ ընդհանրապես մարդու կենցաղը, կարծում եմ, Հայաստանի եւ այստեղի հետ նույնն է։ Ընդհանրապես նույնն է։ Ես միշտ մի հատ ընկեր ունեմ, լավ, իր հետ համեմատում ենք, որ 3-4 անգամ է տարբերությունը։ 3-4 անգամ է կյանքի տարբերությունը։ Այնտեղ 3-4 անգամ պակաս ես աշխատում, 3-4 անգամ պակաս ես վճարվում, այստեղ 3-4 անգամ ավել ես աշխատում, 3-4 անգամ ավել ես։ Նույն բանն է։ Գրիշան ջան, մի բան կուզենայի հարցնել, ինչ պատկերացում ունեիք մինչև գալը Ամերիկայի մասին, Ամերիկայի կյանքի մարդկանց մասին, ու երբ որ եկաք տեսաք, ինչ փոխվեց ձեր պատկերացումը, եւ երկրորդ բանը, երբ որ հետ եք գնում Հայաստան, Հայաստանի մարդիկ ինչ պատկերացում ունեն, որ մեկ-մեկ ասում են ժողովուրդ ջան, ընդեղը տենց չի էլի։ Ընդհանրապես Անի ջան, ես կարող եմ ասել այս վերջերս, որ Հայաստանից այսպես գալիս են, դեք սխալ ինֆորմացիա կա տված այդ մարդկանց, որ այստեղ շատ հեշտ է, այստեղ ծառից փողերը քաղում են։ Հետո գալիս են ու հասկանում են, որ մի հատ ուրիշ իրականության հետ են բախվում։ Որ անգամ 10-20 դոլար աշխատելը շատ դժվար է։ Մանավանդ հիմա։ Ես հիմա մարդիկ գիտեմ, որոնք այնտեղ տուն են ծախել, ես այդ չեմ հասկանում, ոնց կարելի է այնտեղ տուն ծախել, որ գալ Ամերիկա։ Տուն են ծախել, իրանք եկել են այստեղ, իրանք հիմա ոչ այդ տունը կարող են այստեղ առնել, ոչ էլ կարող են հետ գնալ այն տունը առնել, որտեվ այդ փողը էլ չկա, որտեվ այդ գումարը էլ չկա։ Բայց եկել են հնարավորությունների երկիր, եթե աշխատեն ընտանիքով, միգուցե տարիներ հետո մի բան էլ ավել ստեղծեն։ Դե այդ հնարավորությունների համար անգլերենա պետք, իդեալական, գիտելիքա պետք, մասնագիտությունա պետք։ Իսկ այդ մասնագիտությունը սովորելու ընթացքում դու կենցաղ կա, որը պետք է ապրես, այդտեղ դու չես կարող գան, ասեն վարձը տուր, ասես դե մի 10 օրից արի, այդպես չի լինում։ Հետո մի հատ շատ վատ բան ունենք, մենք մտածում ենք, որ դե օրինակ տեսել եմ կողքից, որ դե էս դեբիլ է, էս ամերիկացին հիմար է, չէ, ամերիկացի չի հիմար չի։ Ամերիկացին չի կարող հիմար լինի ու sense հզոր պետություն ունենա, որտեղ ինստիտուտները աշխատում են։ Մեր գլոբալ խնդիրն է դա էլի, որ միշտ դիմացինին որակային իջացնում ենք, մտածելով դե մենք ավելի իմաստ ունենք, դե մենք ավելի խելացի ենք, դե մենք ավելի կարանք։ Դե մենք մեզանից այն կողմ ոչ մեկի չենք տեսնում։ Էդ էլ է խնդիր։ Ընդհանրապես անհատն էլ։ Այդ եսը դի մի քիչ լավ է այդ եսը որ կա, բայց այդ ես ամեն այդ չափից խոսացինք, այդ չափը շատ կարևոր է։ Այդ չափը դի լինի։ Մոտեցումը, մարդկային մոտեցումը, քաղաքակիրթ շփումը։ Ես օրինակ ասում են արհեստական է, բայց ես դեմ թող արհեստական լինի, այդ ժպտալը թող արհեստական լինի, բայց ժպտա։ Բարի կամենալը, չնախանձելը։ Հա, մտնում ես խանութ, քեզ քաղաքակիրթ սպասարկում է։ Իսկ դու մտնում ես ինչ որ բաներ կա, հայկական տեղեր կան, որտեղ դու մտնում ես, կարա տվյալ անձը քեզ, չգիտեմ, ված սպասարկի,
Դա պիտի հաճախորդին չհուզի, դու վատ տրամադրություն ունես, կենցաղում խնդիրներ ունես, ես էլ շատ խնդիրներ ունեմ, բայց եթե մարդը քեզ գալիս է նորմալ հարց է տալի, նորմալ կարելի է այդ հարցին պատասխանել ժպտալով, բարեհամբույր։ Եղանակն է այստեղի լավ, ջերմա, տաքա։ Այդ արևը չէ, քան մեզ մեկ բոլոր խնդիրները մոռացած։ Բայց էլի Մեր մեր Հայաստանը չի դառնա։ Դե մեր մեջ է, մերն է։ Օրինակ Օտարպետությունը հայրենիք չի դառնում։ օրինակ մարդիկ կան, ես շատ շնորհակալ եմ այս երկին Քավլիցի։ Շատ շնորհակալ եմ, բայց մարդիկ կան, որոնք ասում են God bless you Ամերիկա չէ, իմ երկիրը Հայաստանն է։ Իմ երկիրը Հայաստան լավ է, ես շնորհակալ եմ։ Ես քաղաքակիրթ մարդ եմ, ես կրթված մարդ եմ, ես ապրում եմ լավ, ես փորձում եմ ապրել նորմալ, փորձում եմ ընկերներիս հետ լավ լինել, փորձում եմ հասարակությանը պիտանի լինել։ Փորձեն, մարդիկ պետքա փորձեն այդպես լինել։ Մարդիկ պետքա փորձեն լավ բան անել։ Որովհետև վատ բան ով ասես կարող անի։ Ուզում եմ, որ մնաք այսպեսին ինչպեսին որ կաք, որտեղ մարդիկ կան, որոնք գալիս են տարիների ընթացքում շատ փոխվում են։ Ես տեսա ձեզ ու հասկացա, որ դուք չեք փոխվել։ Այդ շատ կարևոր բան է Միացյալ Նահանգները կողմից։ Մենք փորձում ենք փոխենք դեպի լավը, բայց չենք փոխվում։ Այո։ Առաջ Աստված թող ձեր տեխնիկայի ներկայացումները այնքան շատ լինեն, այնքան իրենց տեսակներով տարբերվող լինեն, այնքան շատ հանդիսատես ունենաք, որ ամեն շաբաթ Կիրակին դառնա թե ամեն շաբաթվա մեջի օրեր, որ ասեք օ ծնողները պահանջար կա երեխաներին, որ դուք ձեր սկսած գործից հասկանաք, որ ինչ լավ բան եք արել, ու ես կարծում եմ, որ մի բանը երբ որ ստաբիլ ես անում ու երկար ես անում, միգուցե 2-3 տարի հետո ինքը իր պտուղները տա, ձեր դրած ծառը մեծանա ու իր պտուղները տա։ Շնորհակալ եմ Անի ջան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ եկաք։ Դուք միշտ sense ժպիտով, sense դրական լավ հյուրեր ունենաք ձեր։ Ապրեք շատ։ Անխափան եթեր ձեզ։ Շնորհակալ։